2018 թվականից սկսված Հայաստանի Հանրապետությունում որոշ աղանդներ առավելություններ են ստանում, եւ դրան զուգահեռ շարունակվում են ճնշումները հայ առաքելական եկեղեցու դեմ։ Այս ֆոնին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է մորմոնների Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի կրոնական կազմակերպության ղեկավար կազմի հետ, հայտարարելով, որ նրանք Հայաստանում ազատ գործունեություն են ծավալում, քանի որ կրոնական ազատությունը ժողովրդավարության կարևոր բաղադրիչ է։ Դեսպանը նաև բարձր է գնահատել կազմակերպության մարդասիրական գործունեությունը Հայաստանում, սկսած Սպիտակի երկրաշարժից, եւ երախտագիտություն հայտնել շարունակական աջակցության համար։ Թեմայի շուրջ զրուցել ենք Տեր Զարեհ Քահանա Աշուրյանի հետ, որի խոսքով անհամաչափ վերաբերմունք է ազգային եկեղեցու նկատմամբ առկա խնդիրների խորացման պայմաններում։ Արտասահմանում ապրող մեր հայությունը, չգիտեմ, ինչ թելադրանք ունեն կամ ինչ, այսպես ասեմ, նախաձեռնություն իրենց նա եղել, թե էկումենիկ ինչ-որ, չգիտեմ, աղոթքի շրջանակներում ադայել չեմ կարող ասել։ Բայց ես մի բան գիտեմ, որ մորմոնները Հայաստանում, երբ որ իրենց քարոզությունն էին անում, կամ իրենց գործունեություն են ծավալում, առիթ եմ ունեցել հենց դրսում հանդիպել, իմ հարցադրումներն անել, համացանցում տեղադրված նյութեր կան իմ կողմից նկարահանված։ Երբ որ մարդիկ անգամ հայերեն չգիտեն, երբ որ մարդիկ անգամ սուրբ գիրք չգիտեն, բայց եկել են քրիստոնեություն քարոզելու։ Կասկածելի է, չէ՞, մարդկանց գործունեության նպատակը։ Այսինքն դա հարցեր են, որոնք պետք է անհանգստացնեն առաջին հերթին ազգային անվտանգության խնդիրներով զբաղվող մարմիններին։ Եվ իրենք հիմա Հայաստանում, եթե չեմ սխալվում, ընդունել են, որ իրենք ձախողել են իրենց առաքելությունը, ասենց ասեմ, այն ինչի համար իրենք ուղարկված են եղել, ձախողել են։ Հիմա իրենք ռազմավարություն են մշակել, ինձ հասած տեղեկություններով, բնակիչներից հասած, որ թակում են դռները, մտնում հետևյալ պատրվակով, որ եթե ցանկանում եք ձեր երեխաների հետ անվճար անգլերեն կարող են սովորեցնել, եւ այդ պատրվակով անգլերեն պարապելու այդ պատրվակով իրենք մուտք են գործում ընտանիքներ եւ աստիճանաբար արդեն իրականացնում իրենց քարոզությունը։ Այսինքն անվճար անգլերեն լեզվի ուսուցումը դարձնում են թակարդի վրայի պանիրը, որ մարդիկ խայծ ուտում են եւ ընկնում են իրենց ծուղակը։ Իսկ ինչ վերաբերում է պաշտոնական հանդիպումները նման կառույցների կազմակերպությունների հետ, դրանք աղանդներ են, որոնք աշխարհում հայտնի են, կապ չունի իրենք իրենց թիվը, իրենց հարստությունը կամ ուժը։ Ուղղափառ հավատքի տեր մարդը նման մարդկանց հետ հանդիպումներ, քննարկումներ կամ չգիտեմ պաշտոնական զրույցներ չպետք է քայլեր, որոնք դեպի ուզում են գան եկեղեցի, ընդառաջ գնանք, մարդկանց լսենք, իրենց հետ խորհրդակցենք, ուղղություն ցույց տանք, դա էլ բան է։ Ես չգիտեմ այդ հանդիպումը ինչ ձևաչափով է տեղ ունեցել կամ ինչ օրակարգային հարցեր ունեց այդ հանդիպման ժամանակ։ Դրա համար մեկնաբանել, խորապես մեկնաբանել չեմ կարող։ Միանշանակ մտահոգիչ է։ Ես մի ուրիշ բան ասեմ ձեզ։ Հայաստանում գործող աղանդավորական կազմակերպությունները վայելում են բավական արևմուտքի պաշտպանությունը։ Այսպես իրենց ամփոփանի ներքո են գործում, իրենք են հովանավորություն անում։ Եթե փորձի իշխանական որևիցե падգամավոր կամ անձ լավ բարձր իշխանություն ունեցող չէ, խոսք վերցնենք գյուղի, չգիտեմ, գյուղապետը կամ վարչական շրջանի ղեկավարը, անգամ մի արտահայտություն եթե անի այդ մարդկանց հասցեին, վստահաբար իրենք շատ մեծ արձագանքի բացասական իմաստով կարժանանան, հա։ Իր հեճուկս այս ամեն ինչի իրենք անկաշկանդ են եկեղեցու եւ եկեղեցականների հասցեին ամենաբարձր մակարդակով ամենավերջի հերյուրանքները տարածելու եւ ամենավերջի զրպարտությունը անելու։ Եվ դրա համար որևիցե մեկը պատասխանատվության չի ենթարկվում։ Կարող է արդյոք այսօրվա իշխանական որևիցե մի կառույցի ներկայացուցիչ գնա մտնի եւ այվականների թակավորություն կոչված այդ հավաքատեղիներ իրենց եւ ասի այլևս այստեղ մենք պետք է ուրիշ միջոցառումներ անցկացնենք, դուք այստեղ անելիք չունեք, պետք է դուրս գաք այստեղից։ Կարող են արդյոք այդպիսի բան անել։ Վստահաբար ոչ։ Իսկ եկեղեցիները բռնազավթած են պահում։ Առաջնորդանի շենքը բռնազավթված է այսօր Մասյացոտնի թեմի։ Դատարանը որոշումներ է կայացնում, թե իր որքանով օրինաչափ վեհապար հայրապետի տնօրինությունն իսկ որքանով ոչ։ Հասկանում եք, ծիծաղելի իրավիճակում ենք մենք։ Դա ողբերգություն է, մեր ազգային ողբերգությունն է։ Դա ցինիզմի եւ լկտիության ամենաբարձր, այսպես կարելի ասել, չափաբաժնով արտահայտման ձևն է, որ մենք այո գիտենք սխալ ենք անում, բայց լավ ենք անում, որ սխալ ենք անում։ Իշխանությունը մեր ձեռն է, այդ սխալը կանխելու գործիքակազմը մեր ձեռն է, ու մեզ համար լավ է, որ այդպես է։ Մեզ ոչ ոք չի կարող արգելել։ Պատկերացնում եք գյուղապետներ, մարզպետներ, թաղային հեղինակություններ եւ այլն գնում են քահանաների մոտ, դարձել են ոնց որ ասած Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հարկադիր դահակ կատարողները, հա։ Գնում ասում են գնաց համոզում են եւ չգիտեմ, այն որ այլ բան չկա ասելու, ասում են
Գոնե գնա հանդիպի Գևորգ եպիսկոպոս, ինքը այդքան համարձակություն չունի զանգի քահանաներին կանչի, պատկերացնում եք, ասում եք գնացեք հանդիպեք, հետ խոսեք, ինքը ձեզ կբացատրի։ Պատկերացնում եք ինչ ամոթալի վիճակում ենք մենք այսօր։ Ճնշումները շարունակվում են։ Շարունակվի միջև իրենց դեմը, այսպես մեր ժողովուրդը չառնի։ Իրանք քանի այդ իրենց համար արևմուտքի արձագանքն է շատ կարևոր, քանի դեռ արևմուտքը չի արձագանքել պաշտոնական իմաստով։ Իրանք շարունակելու են այդ ազգակործան գործունեությունը, սրբապիղծ այդ գործունեությունը։